Օծության զորությունն այն է, որ այն ձեզ դարձնում է համարձակ մարդ։ Երբ դուք ստանում եք Աստծո օծությունը, դուք դադարում եք դիվայնացնել ազատագրման ծառայությունը եւ սկսում եք ազատագրել դևերի կողմից տանջվող մարդկանց, առանց ներողություն խնդրելու այն բանի համար, որի համար Հիսուսը երբեք ներողություն չի խնդրել։ Նրան քաղաքից վռնդեցին մեկ մարդու դևերից ազատելու համար։ Եվ նա գիտեր ռիսկը, որ կարող էր քարոզել ամբողջ քաղաքին, եթե այս խելագար մարդը շարունակեր տառապել։ Բայց Հիսուսը պատրաստ էր մերժվել ամբողջ քաղաքի կողմից, մեկ մարդու օգնելու համար։ Երբ Հիսուսը ինչ-որ տեղ էր գնում, դևերը սկսում էին հայտնվել, երբ Աստծո օծությունը գալիս էր, մարդիկ չէին սկսում գետնին գլորվել, ծիծաղել եւ ցնցվել։ Ես սրանցից ոչ մեկին դեմ չեմ, բայց մենք չպետք է վախենանք նայել սատանայի աչքերի մեջ եւ ասել. «Դուրս արի»։ Օծությունը մեզ տրված է լուծը ոչնչացնելու համար։ Դադարեք թաքնվել լծի մեջ գտնվող մարդկանցից, այնպիսի ուսմունքի ետևում, որը ոչ եկեղեցու պատմությունը, ոչ էլ Աստվածաշունչը չեն հաստատում, որ քրիստոնյաները չեն կարող դևեր ունենալ։ Մենք ամենուրեք դևեր չենք փնտրում, այլ Սուրբ Հոգուն ենք փնտրում, բայց մենք հասկանում ենք, որ Հեզաբելի ոգին եւ ցանկացած այլ չար ոգի, որը գիշերը տանջում է մարդկանց, պետք է հեռացվի նրանց կյանքից։